Բարև ձեզ։ Մոսկվայում կտեղադրվի Հեյդար Ալիևի արձանը, ահա եւ հանգուցալուծումը։ Հենց արձանի մեծարման դափնին էլ կդնեն այն վերքին, որը բացել էր ադրբեջանական ինքնաթիռի կործանումը, սպառնալով բացել նաեւ ռուս-ադրբեջանական բարեկամության կեղծն ու շիտակը։ Այ դա անթույլատրելի է ու դեմ խորքային պետության կանոնին։ Մոսկվան լավ գիտի Բաքվի թույլ տեղը։ Այդ կարգի սպեղանիներ Կրեմլի պահեստում շատ կան եւ օգտագործվում են հատուկ պահի, հատուկ ցուցումով։ Այնպես որ մեր խաղից հեռու մնալը մնում է ուժի մեջ, որովհետեւ կա արձանները դնելու, կա նաեւ արձանները հավաքելու ժամանակը, իսկ դա շատ դաժան փորձություն է, որի չեն խուսափել անգամ Ադրբեջան պետություն ստեղծած Լենինն ու Ստալինը։ Իսկ հեգնակն այն է, որ արձանի ճակատագրի հետ հաշվարկը նույն մարդիկ չեն որոշում, որոնք որոշել են արձանի քաղաքական գինն ու վաղեմության ժամկետը։ Ու բնավ կարևոր չէ արձանը հետո հողից պոկում է վանդալը, թե իշխանության եկած մունետիկը։ Դրա համար էլ չմոռանաք Ալիևի արձանի հուշատախտակին գրել, երբ եւ ինչու ոչնչացվեց ադմիրալ Իսակովի արձանը Ստեփանակերտում։ Հայ ծովակալը խորհրդային այն հերոսների շարքում է, որոնց դրածը ԽՍՀՄ փրկության զոհասեղանին քչերն են դրել։ Շուտով երկրորդ համաշխարհայինի 80-ամյակը նշելիս մեծ եղեռնից դեռ ուշքի չեկած խորհրդային կայսրության ամենափոքրաթիվ ժողովրդի վճարած գինը ստիպված է հիշելու։ Ու ճիշտ կլինի բարձրաձայն խոստովանել, որ Արցախի մի գյուղն ավելի շատ հերոսներ է տվել, քան պետություն Ադրբեջանն իր խորհրդային պատմության ամբողջ ընթացքում։ Հաջողություն։